Հայ առաքելական եկեղեցու հավատացյալները կստանան Գրիգոր Նարեկացու Սուրբ Մասունքի օրհնությունը։ Թարգմանչած տոնի նախօրեին ժամերգության ընթացքում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի օրհնությամբ Գանձատնից առաջին անգամ դուրս բերվեց Սրբի Մասունքը։ Այն Հայաստան է բերվել Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքից։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ավանդույթ է, որ յուրաքանչյուր Սուրբի տոնի նախօրեին դուրս է բերվում նրա մասունքը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան մոտենալու եւ իրենց հավատքով այդ մասունքներից օրհնություն եւ բժշկություն ստանալու։ Մասունքները մինչև Հայաստան բերվելը պահպանվել են Նարեկավանքում։ 1915 թվականի եկեղեցից հետո դրանք տեղափոխվել են Հայաստան։ Մասունքի նշանակությունը կապված է Նարեկի բուժիչ ուժի հետ։ Նարեկը, որ Աստված մեզ տվեց, նա հայերի համար չէ, նա համամարտկային արժեք է, որը բազմիցս երևում է մեր աշխատանքների մեջ, թե ինչպես այլ ազգի մարդիկ, որոնք հայերեն լեզուն չգիտեն, չեն հասկանում եւ հայերեն խոսքի միջոցով այդ աստվածային բանի զորությունը հաղորդվում է իրենց։ Չարենցը գրել է. Նարեկացու քուչակի պես լուսապսակ ճակատ չկա։ Հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը հաստատում է, որ այդ ճակատից բխում է Նարեկի բուժիչ զորությունը, այն ինքնագիտակցության մաքրման եւ զղջանքի արդյունքն է։ Փառք տամ, ասում որ աշխարհը թող Նարեկացի ունենա, փառք տամ հազար բերան Աստվածին, որ մեր Նարեկացինը մեծ բարեխոս է մեր Հայաստան աշխարհի ու բոլորի համար։ Տերասոխիկ քահանան նշում է, որ մատյան ողբերգությունն ընդունում ենք որպես գրականագիտական արժեք, իսկ հոգեթերապևտը հորդորում է դուրս հանել գիրքը դարակից կամ բարձի տակից։ Նարեկն աղոթք է։ Ինքնամաքրման համար այն պետք է կարդալ եւ միայն աղոթել։ Եվ դու կամեցիր Տերի ես կփրկվեմ, ակնարկիր միայն քաղցր գտությամբ կարտարանամ, ասալոք խոսքով վարքյանապես կդառնամ ամբից։ Տերասոխիկի խոսքով հավատացյալներն այնքան զգում Նարեկի զորության կարիքը, որ Մայրաթորը թողարկել է գրքին նոր հրատարակություններ։ Անի Սամսոնյան, Նարեկ Գալստյան, Arnews։